Իրիգարխան հողատու ավետարանեն 12 գլուխի 20-26 համարներ հողատու ավետարան 12 գլուխ 20-րդ համարեն սկսյալ մինչև 26-րդ համարի վերջ քանի մոհույներ գային դոնին երկրպագություն ընելու և գելողներու մեջ ասոնք Փիլիպոսին եկան որ Քալիայի Տեցայիթայեն էր և նոհաչին անոր կսեին դեր կուզենք Հիսուսը դեսնեն Փիլիպոս եկավ ու Անդրեասին սավ և հետո Անդրեաս ու Փիլիպոսը միասին Հիսուսին ըսին Հիսուս այդ պատասխան տվավ անոնց ու սավ ժամանակը հասավ որ փառավորվի որդին մարդով ճշմարիտ կսեմ ձեզի Եթե ծորենին հատը, որ իմ մեջ մինալով չվերնի, ինքը մինակ կմնա, բայց եթե վերնի, շատ արդուն կպեր է։ Ան, որ իր անցը կսիր է, պիտի գործնե զանիգա, և ան, որ իր անցը աշխարհի մեջ գայ է, հավիտենական կյանքի համար պիտի պահե զանիգա։ Եթե մեկ ինձի կծարայ է, թող իմ ետևես կա, և ես ուր եմ իմ ծարասալ ոմբիլլամ, եթե մեկ ինձի կծարայ է, հայրը պիտի պատվեզանիգա։ Այս դեպքը բալայեցավ Հիսուսի երկրային կյանքի վերջին շաբթվա սկզբնավորության։ Կարդամ, թե որոշ կույներ Երուսաղեմ եկած էին դոնին մասնակցելու։ Դոնը հրյաններու պաղարչագերած դոնն էր, կամ հրյաններու զադիկը, որ գխորդանշեր հրյաններու ազատակությունը Հիսուսի քերութեն։ Հիմա ինչպես հրապորքները Հիսուսի մասին լսեցին։ Այդ ժամանակ Հունաստանի Թեսաղոնիկե կոչված քաղաքի մեջ հրյա քաղուք մգար։ Այս հրյական քաղուքը բավական մեծ և աստեցիկ էր։ Եվ հույները անոնց հետ շփում հաստատելով որոշ տեղություններ ստացած էին հրյաներու գրոնքին, գրոնական ավանդություններու մասին։ Եվ քանի որ հույները միշտ հետաքրքրված էին փիլիսոփայությունով, գիտություններով, նոր բաներ սորվելով, որոշեցին հրյաներու գլխավոր տոնին, պաղարչագերած տոնին Երուսաղեմ կան ավելի մոդեն ծանոթանալու հրեական գրոնքի սովորություններու հետ։ Այդ ժամանակ և այս դեպքը տեղի ունեցավ։ 21 տարի առաջ կույները աշխարհի ամենեն հառաջաթեմ ասն էին։ Հռչակավոր փիլիսոփաները Սոկրատ, Պլատոն, Արիստոտել կույներ էին։ Առաջին փնակետները կույներ էին Արխամենիդիս և Արիստարխոս։ Այն անձը, որ բժշկության հիմնադիրը գնկատվի Հիպոկրատիս կույներ։ Աշխարհի առաջին թվաբանակետը Պայթագորաս կույներ։ Ուրեմն տեսնեք, թե ինչքան կույները առաջացած էին և զարգացած ժողովուրդ էին։ Հռոմեացիները շատ ավելի առաջադեմ էին, աշխարհի ամենաառաջադեմ ասն էին այդ ժամանակ։ Եվ միշտ հետաքրքրված էին նոր բան սորվելով, նոր գիտություն ունենալով։ Այս կույները Երուսաղեմի մեջ էին, ականատես եղան Հիսուսի հաղթական մուտքին Երուսաղեմ, Ծաղկազարդի օրվա թեքերուն ականատես եղան։ Տեսան, թե ինչպես ժողովուրդը մեծ խանդավառությունով Հիսուսը դիմավորեցին և ինչպես իրենց պատմուճանները գետնի վրա փրեցին անոր առջև։ Այս կույները հիացան Հիսուսի
անձնավորության վրա, որ մակնիսի պես կաշողական ուժ ուներ։ Տեսանք ինչպես մարդիկ պատրաստ էին զոհելու իրենց հանդերձները, իրենց պատմութանները, Հիսուսին հարկամ ցույց տալու համար։ Նույն ասույնները ականատես եղան, թե ինչպես Հիսուս Երուսաղեմ քաղաքեն ներս Զարգազարդի օրը հաղթական մուտք գործերի մեջ դաջար գնաց և դաջարը մաքրեց անիրավ արևդուր կատարողներեն։ Տեսան ինչպես Հիսուս քաջություն ունեցավ լումայապոխներուն սեղանները շրջելու, արջարներ վաճառողները դաջանի փակեն դուրս վտարելու և մարդ չգրծավ անորթի մաքրել։ Լումայապոխները, վաճառականները, որոնք անիրավ վաճառականություն են ամբողջնալ փախան։ Մեկը չամարձակեցավ Հիսուսին դիմադրել կամ հակառակին։ Այս գույները միացան Հիսուսի ունեցած զորության, քաջության, կարողություններու վրա և ուզեցին ավելի մոտեն ճանչնալ Հիսուսը։ Հապակեցան Հիսուսի հետ ընձնական հանդիպում ունենալ և մոտեցան 12 առաքյալներեն Փիլիպպոսին։ Ինչու Փիլիպպոսին մոտեցան և ոչ թե Պետրոսին կամ Հովհաննեսին, որտեղ Փիլիպպոսը միակ առաքյալն էր, որ հունական անուն ուներ։ Փիլիպպոս հունարեն անուն է և ոչ թե հրեական։ Պետրոս, Հովհաննես ասոնք հրեական անուններ են, բայց Փիլիպպոսը հունարական անուն էր։ Փիլիպպոսին մոտեցան խորելով, որ իրենց հետ ավելի պիտի կարեկցի, քանի որ անունը հունական անուն է։ Հունարենով Փիլիպպոսը նշանակեցի սիրող։ Այս անձը վստահ ցիաբար և ձիեր ունենալը գսիրեր գխնամեր ձիերու։ Ուրեմն Փիլիպպոսը նշանակեցի սիրող։ Անոր մոտեցան Եսուսին ուզենք Հիսուսը տեսնել, մեզի առաջնորդ է անոր մոտ։ Հիմա Փիլիպպոս շվարած մնաց, չգիտավ ինչ կդնենք։ Գիտեք ինչու շվարած մնաց, որտեղ իր ժամանակից հրեաներուն պես կմտածեր, թե Հիսուսի առաքելությունը միայն հրեաներու համար էր։ Քույները հրեա չէին, հետանոց էին, և ուրեմն մտածեց, որ ասոնք իրավունք չունին Հիսուսին առաքելութենեն օգտվելու իրավունք չունին։ Այդ չմարած միջանի մեջ Փիլիպպոսը գնաց Անդրեաս առաքյալին հետ խորհրդակցեցավ, ինչ կդնենք։ Եթե տեսենք այսուհետև չեք գնալ Հիսուսին հանդիպել, տեսակ անքաղաքավար պիտի նկատվել։ Երկուքը միասին խորհրդակցել է, վերջ որոշեցին ույներուն առաջնորդել Հիսուսի մոտ։ Եթե ասոնք իրավունք չունին Հիսուսի առաքելին օգտվել, Հիսուս անոնց պիտի ես ձեզի համար չեկա։ Ուրեմն ույներուն առաջնորդեցին Հիսուսի մոտ։ Հիմա հետաքրքրանը այն է, որ Հիսուս այս առիթը օգտագործեց խոսելու իր մոդալու մահվան մասին։ Չխոսեցավ իր կործած հրաշքներու մասին։ Չխոսեցավ իր անձնավորության վրա, իր փառահեղձունության մասին։ Խոսեցավ իր մոդալու մահվան մասին։ Սա եթե ծորենի հադիգը չմերնի և հողի տակ չթաղվի, չի բազմանար։ Բայց եթե ծորենի հադիգը մերնի, թաղվի, արդյունավետ կթարնի։ Մեկ հադիգը, որ կցամդի հողի տակ, կրնա ծորենի հասկ ստեղծել, և այդ ծորենի մեկ հասկի մեջ
10-20 ծորենի հանդիպներ կդան, որ մեկ Հատիկը 20-ի կվերացի, կբազմանան։ Հիսուս ուզեց այս ույներում ասել, թե իր մահը մոտ է, իր վերնի, բայց իր մահը արդյունաբեր կլա աշխարհի մարդկության համար։ Երբ որ Հիսուս սավ եթե այն անձը, որ անձնագետրոն կյանք մգապրի, այն անձը, որ անձնասեր է, որ միան շաքրված է իր շայերով և Անձնական հաճույքով, այս անձի իր կյանքը մի գործնս է։ բայց այն, որ իր անձը կզոհի է ուրիշներուն քրգության համար հավիտյան միլիարդ։ Հիսուս հույներուն մատնանշեց խաչի ճամփան։ Անոնց ասել ուզեց, եթե անցնուրած չլան, եթե անցնասմուտներ չհրաժարին, քրգություն պիտի չունենան։ Հիսուս իրեն չսավ, դուք հետանոց եք Արժանի չեք քրգության։ այլ անոնց մատնանշեց խաչի ճամփան, զոհության ճամփան, անձնազոհությունով է որ մարդ կփրկվի։ Շվեդիացիները 1996 թվականին Շարժաբատկեր պատրաստեցին, որոնք գլխավոր թերագալարին անունը Ինգմար, շվեդական այս հերոսը կնկատեր մի քանի բանանիներ լաստի մեջ նստած արակաոս կետին վրա գծիփային։ Անհանգստացավ, թե կետի հոսանքը այնքան զորավոր է, որ այդ լաստը պիտի շրջվի և բանանները դիմեն։ Անոնց ստույգ մահի ազատելու համար շուտին մեջ նետվեցավ, կետին մեջ նետվեցավ և կրծավ այս բանաններուն ազատել և երբ կհարաչանար թելի թելապը, դժբախտաբար թելի մեջ նետված գոչմը, ձարի գոչմը, կզարնվի առողջակին, վայրյանը կգործնեի դակցությունը կմխրջվի ջուրի տակ, բայց հետո կստանա իր կվերսնա իր դակցությունը և ապահով են կասնի թելապ, անոր կպողդեն հիվանդանոց և ինքմար հիվանդանոցին մեջ կմերնի, ջուրի մեջ, սարն ջուրի մեջ մնալու հետևանքները։ Որեն ինքմար կմերնի, բայց երկու բանանիները կփրկվին։ Այսօր համար հերոս կնկատվի։ Հիմա Հիսուս անմեղ էր, արժանի չէր մերնելու։ Երբեք Հիսուս մեղք չգործեց, ոչ խորհրդով և ոչ անդարդով։ Լրիվ ամպից էր, լրիվ անմեր էր, բայց մեր փոխարեն մեռավ։ Անորեն մարդոց փոխարեն մեռավ։ Մեր հանցանքները իր վրա գրեց, մեր բադիժը իր վրա գրեց, որպես մենք փրկվենք։ Եվրոպական պատմության մեջ կարդանք գերմանացի իշխանի մասին, որ Գաբրիել 19-րդ դարում անունն Նիկոլաս Զիզենդորֆն այս մարդը քաղաքացի էր և քաղաքականություն ուսորվեր և պետք էր օրը Գերմանիայի արտաքին գործոց նախարարը դար։ Բայց օրը ինչ միջամորթեր Բերլինեն թերի Փարիզ, Դուսելդորֆ կոչված քաղաքի մեջ որոշեց օրը մնալ հանգստանալ։ Եվ այդ օրվա ընթացքին այցելեց Թանկարանը Դուսելդորֆ քաղաքի մեջ։ Եվ Թանկարանը մնալ տեսավ մեծ նկարչություն մգար, որ կնկարագրեր Հիսուսի խաչելությունը։ Այդ նկարչությունը իր ուշադրությունը գրավեց և մոտեցավ այդ նկարչության, տեսավ, թե նկարչության տակ քրություն մգար, գերմաներեն լեզվով։ Խաչած Հիսուսը դսեր, ես բերա քեզ համար, թուն ինչ գրիր ինձ համար։
Եվ Նիկոլոս Զիզենդորֆ իշխանը դոմդացե այս նախտասության խորհրդին և իմաստի վրա։ Հիսուս անմեղը իմ փոխարեն մեռավ, որպես ես ունենամ մեղքերուներում և հավիտենական կյանք։ Բայց ես ինչ ուրած եմ Հիսուսին։ Ոչինչ։ Որպես քաղաքագետ ծառայած եմ իր երկրին, բայց գրոնքով չեմ զբաղված։ Կրոնական մարզի մեջ ծառայությունը չեմ կատարած։ Այդ ժամանակ այս իշխանը կգորոշե իր կյանքի ընթացքը փոխել, իր կործանակերպը փոխել, կհրաժարի քաղաքագիտութենեն և կգորոշե երթալ աստվածաբանություն սովորին։ Ամեն մարդ կզարմանա և կսե իրեն տուն ծնած ես քաղաքագետը լալու, քաղաքագիտությունը քո արյունի մեջ կոսի։ Խնացին տղան դու իս քաղաքագիտության մեջ, ինչու կհրաժարվիս և կուզես երթալ աստվածաբանություն սովորին, որում մասին փափնակ չես իրել։ Նիկոլոս Զիզենդորֆ իր որոշումը կատարած է և պարչետն արի միտքը փոխել։ Կհրաժարի քաղաքագետի պաշտոնեն աստվածաբանություն կսովորի և քարոզիչ կդառնա։ Մինչև իր կյանքի վերջը կչանա մեղավորները առաջնորդել Հիսուսին, որպեսզի ստանան փրկություն։ Այսօր Հիսուս նույն նախտացությունը մեզի գուղ է ստելով։ Սիրելիներս, ես ձեզ համար օժարական բերեմ։ Դուք այսօր ինձ համար ինչ եք։ Պատասխանը ձեզի կցնեմ։